եկեղեցին մեղավորների համար է։ Որքան որ շատ մարդիկ կան աշխարհում, այդքան մեղավորներ կան։ Եվ որքան որ շատ մեղավորներ կան, այնքան էլ մեղավորների ապաշխարության վայրեր պետք է լինեն։ Այնքան հիվանդների բժշկության բժշկարաններ պետք է լինեն։ Հիվանդների բժշկարանը եկեղեցին է, մեղավորների ապաշխարանքը եկեղեցին է։ Բայց մի պահ է գալիս, որ հոգնում ես, ուզում ես մի քիչ պանսիոնատ գնաս, այսինքն գնաս մի քիչ էլ հանգստանաս, անընդհատ այդ բուժումներից բուժվում ես, բայց էլ ես ընկնում մի ուրիշ ավելի բարձր մակարդակ ես ուզում, մի քիչ ավելի, որ այդքան արագ հիվանդանաս եւ անընդհատ հիվանդանոց չընկնես, քեզ կազդուրվելու, նորոգվելու կարիք կա, առանձնանալու կամ հոգեբուժարան, հոգևոր բուժարան գնալու կարիք կա, որն է դա, դա վանքն է։ Մարդու հանգիստը խաղը մենակ մարմնավոր չի կարա լինի, հոգևոր պետք է լինի, իսկ վանքերը, մեր վանքերը առանձնության մեջ, բնության մեջ, Աստծուն մոտ, այդ հրաշքը երկուսն էլ պարունակում են իր մեջ, դու պետք է գնաս մի հատ պանսիոնատ, հոգևոր պանսիոնատը դա վանքն է, գնաս ընտեղ մնաս, կազդուրվես, դիմադրողականությունդ բարձրանա, հոգևոր դիմադրողականությունդ, որ այդքան շուտ չհիվանդանաս, չգնաս անընդհատ հիվանդանոց ասես, վայ բժիշկ էլի հիվանդ է։ Ուրեմն այդ պանսիոնատները հոգևոր մեզ պետք են, որոնք վանքերն են, բայց ավելի բարձր մակարդակ կա, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, որ մարդը լիարժեք կատարյալ է, աղոթքով է, բժշկված է եւ ուզում է իրեն տալ բժշկության բարձրագույն գիտության, դառնալ հմուտ բժիշկ, որ շատ շատերին բուժի, դա էլ Մենաստաններն են, որ մարդու չեն տեսնի։ Դե որ ընտանիք ունես, դու ընտանիքիդ ծառայես, դա քո մասին չխոսքը։